Հաղորդման հովանավորն է Նակոյլ ընկերությունն իր մոթուլ ապրանքանիշով։ Հաղորդման հովանավորն է AD Motors ընկերությունն իր գերմանական բարձրորակ ավտոպահեստամասերով։ AD Motors ընկերությունը հանդիսանալով Հայաստանում բարձրորակ ավտոպահեստամասերի պաշտոնական ներկայացուցիչ առաջարկում է Sachs, Lemforder, ZF Parts, ATE, Hellapagit, Berburg եւ այլ հայտնի բրենդները։ Առաջարկում ենք ինչպես տեղսպասարկման կենտրոններին, այնպես էլ անհատներին։ Ավտոպահեստամասեր գերմանական բոլոր ավտոմեքենաների համար։ Գործում է մեծածախ եւ մանրածախ վաճառք։ AD Motors։ Ողջույն մեր շատ սիրելի հեռուստադիտողներ։ Ուզում եմ առանձնահատուկ ողջունել հատկապես մեր փոքրիկ հեռուստադիտողներին, որոնք այս ուշ ժամին դեռ քնած չեն եւ հավանաբար անհամբերությամբ սպասում են իրենց նվիրված մեր այսօրվա թողարկմանը։ Դու դեռ չես քնել, չէ՞ որ արդեն գիշեր է։ Մեկը հունիսի, օրը խինդով լիք է, դու ինձ հետ կիսի։ Վերջին տարիներին երեխաների պաշտպանության օրվան նվիրված փոքրիկ վարորդ ամենամյա միջոցառումը կարծես թե արդեն ավանդույթ է դառնում։ Մեկը հունիսի, օրը խինդով լիք է։ Այս անգամ եւս միջոցառումը կազմակերպվել է STR մարզական ակումբի կողմից եւ անցկացվում է Մայրաքաղաքի սրտում, Ազատության հրապարակում։ Նշեմ, որ մասնակիցների թիվը տարեց տարի ավելանում է, ինչը հաճելի փաստ է։ Թերևս շատ կարևոր է, որ ավտովարման մշակույթը սերմանվի դեռ մանկությունից։ Փոքրիկ վարորդ 2014 ավտոմրցարշավին մասնակցելու համար գրանցվել են 50-ից ավելի երեխաներ։ Նրանք կմրցեն տարբեր դասերում, ինչպես հարիր է բոլոր ավտոմրցարշավներին։ Մեկը հունիսի, օրը խինդով լիք է, դու ինձ հետ կիսի։ Առաջին դասում ընդգրկված են 1 էլեկտրաշարժիչով սարքավորված ավտոմեքենաները, իսկ երկրորդում 2։ Մեկը հունիսի։ Մեկնարկային համարները մեքենաներին փակցնելուց հետո կարծես ամեն ինչ պատրաստ է մեկնարկի։ Ինչպես տեսնում եք, առանձնացվել է շրջանաձև մրցուղի, իսկ կանոնները պարզ են։ Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ամենակարճ ժամանակահատվածում կկատարի 1 ամբողջական պտույտ։ Առաջին մասնակիցը պատրաստ է մեկնարկի։ Տիգրան Հակոբյանը հանդես է գալիս 8 մեկնարկային համարով։ Նա վարում է Ֆորմուլա 1 բոլիդ։ Մեկնարկ։ Մեծերի աշխարհում ես իմ տեղը չեմ գտնում, շատ զբաղված են գործերով ու աշխատանքով փոքրերով։ Տիգրանի լուրջ դեմքից երևում է, որ նա մարտական է տրամադրված։ Մեծերի աշխարհում ես իմ տեղը չեմ գտնում, շատ զբաղված են գործերով ու աշխատանքով փոքրերով։ Ֆորմուլա 1-ը բավական արագ է հատում վերջնագիծը։ Նրա ժամանակն է 43.06 վայրկյան։ Հաջորդը մեկնարկի է պատրաստվում Ռաֆայել Ղազարյանը։ Նրա ավտոմեքենան կրում է 20 մեկնարկային համարը։ Սակայն այս փոխադրամիջոցը ավտոմեքենա կարելի է անվանել միայն պայմանականորեն, քանի որ շարժման մեջ է դրվում հեծանիվի սկզբունքով։ Ռաֆայելը կարծես չի կողմնորոշվում, թե որ ուղղությամբ պետք է վարի իր մեքենան, սակայն կազմակերպիչների օգնությամբ նա դուրս է գալիս այդ իրավիճակից ու հատում վերջնագիծը։ Ռաֆայելի արդյունքն է 41 վայրկյան։ Այ քեզ բան։ Նա գերազանցում է Տիգրանի արդյունքը։ Ինչպես տեսնում եք, պայքարը թեժ է լինելու, քանի որ բոլորն էլ հաղթելու շատ մեծ ձգտում ունեն։ Ինչպիսի շքեղություն։ Մեկնարկում է Գևորգ Ներսիսյանը իր Rolls-Royce-ով։ Գևորգի արագությունը բարձր չէ, այսպես նա դժվար թե հավակնի մրցանակային տեղի, սակայն հոգ չէ, այսպիսի շքեղ ավտոմեքենան հենց այսպես էլ պետք է վարել։ Գևորգ Ներսիսյանի ժամանակն է 1 րոպե 14 վայրկյան։ Մեկնարկում է Աշոտ Ղազարյանը։
Չէ, խոսքը հումորիստ Աշոտ Ղազարյանի մասին չէ։ Աշոտի Աուդին կրում է 19 մեկնարկային համարը։ Նա դժվարանում է ղեկավարել ավտոմեքենան։ Կարծես թե ղեկը հրաժարվում է ենթարկվել մեր փոքրիկ վարորդին։ Աշոտն ավարտում է շրջանը, եւ նրա արդյունքն է 1 րոպե 18 վայրկյան։ Աշոտ Ղազարյանից հետո մրցուղի է դուրս գալիս Խաչատուր Մանուկյանն իր դեղին Պորշեյով։ Նա ավարտում է իր մրցելույթը 1 րոպե 53 վայրկյանում։ Այսում եմ տեսնում, սպիտակ Աուդիի ղեկին մեր հաղորդաշարի ռեժիսոր Մխիթար Հովակիմյանի դուստրն է, Սյուզանը։ Նա անցյալ տարի է մասնակցել փոքրիկ վարորդ ավտոմրցարշավին։ Սյուզան Հովակիմյանի մրցարշավային կարիերայում մեծ ներդրում ունի Մուրզիլկա մանկապարտեզի անձնակազմը։ Այս հաստատությունը կարելի է ասել լավագույններից մեկն է մայրաքաղաքում։ Շնորհակալ եմ։ Տեսնենք այս անգամ ինչ արդյունք կգրանցի Մուրզիլկա մանկապարտեզի սանը։ Փոքրիկ Սյուզանը համառորեն սլանում է դեպի վերջնագիծ։ Դե, քեզ տեսնեմ։ Ապրես Սյուզան, 1 րոպե 42 վայրկյան արդյունքը վատ չէ։ Ակնհայտ է, որ 1 տարվա ընթացքում այս փոքրիկ աղջնակը քրտնաջան աշխատանք է տարել բարելավելու իր ցուցանիշները։ 50 համարը կրող Mercedes Benz-ով մեկնարկում է Հուսիկ Հովսեփյանը։ Իր շտուրմանների օգնությամբ նա վերջի վերջո կարողանում է հասնել վերջնագծին եւ նրա արդյունքն է 1 րոպե 25 վայրկյան։ 23 համարով մեկնարկում է Գեղեցիկ սերի երկրորդ ներկայացուցիչը Ինգա Սարուխանյանը։ Նա ավարտում է պտույտը եւ գրանցում 1 րոպե 16 վայրկյան ցուցանիշ։ Հաստորեն մրցարշավին մասնակցել կարելի է նաև մոտոցիկլով։ Մոտոցիկլի ղեկին Էմիլն է։ Նա արագ կողմնորոշվում է, թե ինչ պետք է անել եւ դա տալիս է իր արդյունքը։ Էմիլը բավական մեծ արագությամբ է առաջ շարժվում։ Այսպես նա կարող է մրցանակային տեղի հավակնել։ Վերջնագիծ եւ Էմիլի արդյունքն է 53 վայրկյան։ Հաջորդը ըստ պաշտոնական տեղեկագրի Միլա Ավետիսյանն է։ Ինչպիսի զուգադիպություն, իմ դստերանունն էլ է Միլա։ Ինչպես, մի րոպե, սա հենց իմ դուստրն է, բայց ես չգիտեի, որ նա էլ է մասնակցում այս մրցարշավին։ Բայց ներեցեք, ով կօգնի նրան, նրա ոտքը դեռ գազի ոտնակին չի հասնում։ Մխիթար, գոնե դու, միթե մենք անվանակիցներ չենք։ Բայց շատ շնորհակալ եմ։ Դե փոքրիկս, քեզ տեսնեմ։ Հայրիկի պատիվը բարձր պայիր։ Մենք քեզ ենք երկրպագում։ Խոսքեր չկան։ Խոսքեր չեմ գտնում ասելու։ Կեցես։ Ապրես, ես հպարտ եմ իմ փոքրիկ հրաշքով։ Նա ցուցադրում է բավական լավ ժամանակ։ 1 րոպե 40 վայրկյան։ Ավարտվում են առաջին դասի ելույթները եւ անմիջապես մրցասպարեզ են դուրս գալիս երկրորդ բացարձակ դասում հանդես եկող մրցարշավորդները։ Այս դասում գրանցվել է 40 վարորդ։ Պայքարը խոստանում է թեժ լինել։ Մեկնարկի մոտ է Ավետ Պետրոսյանը իր BMW-ով։ Նա բավական լավ է կողմնորոշվում։ Հատելով վերջնագիծը փոքրիկ Ավետը գրանցում է 51.18 վայրկյան ցուցանիշ։ Սկզբի համար վատ չէ, բայց տեսնենք ինչ արդյունքներ ցույց կտան նրա մրցակիցները։ Հաջորդը մեկնարկում է Արմեն Շահկյանը։ Նա վարում է G-Dasi AMG Mercedes։
վստահ առաջ է սլանում ու բավական լավ ցուցանիշով էլ ավարտում մրցելույթը 35.56 վայրկյան։ Կարելի ասել մրցունակ արդյունք է։ Քանի որ մասնակիցները շատ են, կազմակերպիչները որոշում են, որ նրանք մեկնարկելու են զույգերով։ Այսպես իհարկե մրցարշավն ավելի դիտարժան է դառնում։ Մեկնարկում են Լևոն Ալոյանը BMW X6-ով եւ Հարություն Հայրապետյանը մեկ այլ BMW-ով։ Լևոնը փոքր-ինչ ուշ է մեկնարկում, բայց նա արագ հասնում է Հարությունին ու լուրջ դիմադրություն ցույց տալիս։ Շտուրմանների օգնությամբ նրանց հաջողվում է խուսափել բախումից։ Վերջապես Լևոնն առաջ է անցնում եւ առաջինը հատում վերջնագիծը։ Նրա արդյունքն է 54 վայրկյան, Հարությունինը 59։ Մեկնարկում են երկու գերմանացիներ՝ G10-ի Mercedes, որի ղեկին Սոս Նալբանդյանն է, եւ BMW, որը վարում է Ռուբեն Սիմոնյանը։ Սոսն անմիջապես առաջ է անցնում եւ բավական մեծ առավելություն ձեռք բերում։ Հենց նա էլ առաջինն է հատում վերջնագիծը 35.03 վայրկյան արդյունքով։ Հաջորդը Գրիգոր Ջանիբեկյան եւ Դավիթ Դանելյան զույգն է։ Այս զույգի ուժերը կարելի ասել գրեթե հավասար են, սակայն աուդիով հանդես եկող Գրիգորին հաջողվում է առավելություն ձեռք բերել։ Արդյունքում հենց նա էլ ավարտում է առաջինը 51.8 վայրկյան ցուցանիշով։ Դավիթիկի արդյունքն է 54.6 վայրկյան։ Մեկնարկում են Էրիկ Աբաբաջյանը կվադրոցիկլով եւ Ռաֆայել Ղուկասյանը կարտով։ Առաջին պահին Ռաֆայելի կարտը ծարս է լինում։ Էրիկն առաջ է անցնում նրանից եւ մինչեւ վերջ պահում առաջատարի իր դերը։ Արդյունքում Էրիկ Աբաբաջյան 35.93, Ռաֆայել Ղուկասյան 55.22 վայրկյան։ Մեկնարկում է հաջորդ զույգը՝ կվադրոցիկլն ընդդեմ Աուդիի։ Կվադրոցիկլի ղեկին է Աբաբաջյան Նարեկը, իսկ Աուդին վարում է Հարություն Շահինյանը։ Նախորդ մրցելույթի նման այստեղ նույնպես հաղթող է դուրս գալիս կվադրոցիկլը։ Մոտ կես րոպե տարբերությամբ հաղթում է Նարեկը։ Նրա ցուցանիշն է 36.03 վայրկյան, իսկ Հարությունինը 1 րոպե 7 վայրկյան։ Հաջորդը մեկնարկի մոտ են Մայիս Ենոքյանը եւ Սևտեմբերյան Գորը։ Կարմիր Աուդին, որի մրցակիցը բրիտանական Range Rover-ն է, ոչ մի շանս չի թողնում հակառակորդին։ Այս զույգում հաղթող է ճանաչվում փոքրիկ Մայիսը 58.34 վայրկյան արդյունքով։ Գորի ցուցանիշն է 1 րոպե 10 վայրկյան։ Գորի եւ Մայիսի տեղը զբաղեցնում են Գուրգեն Քոչարյանը եւ Հրանտ Գալստյանը։ Նրանք երկուսն էլ հանդես են գալիս BMW մակնիշի ավտոմեքենաներով։ Մրցակիցների ուժերը գրեթե հավասար են։ Հրանտ Գալստյանը հանդես է գալիս 10 համարի ներքո եւ ներկայացնում է գարդերոբ հագուստի խանութների ցանցը։ Նա համառ դիմադրություն է ցույց տալիս Գուրգենին։ Արդյունքում նրանք գրեթե միաժամանակ էլ հատում են վերջնագիծը։ Կեցեք։ Հաջորդը մեկնարկում է Դավիթ Գրիգորյան Գոր Թորոսյան զույգը։ Range Rover-ն ընդդեմ կվադրոցիկլի։ Գորն առաջ է ընկնում, իսկ Դավիթը շտուրմանի օգնության կարիքն ունի։ Վերջնագծի մոտ Գորի կվադրոցիկլի հետ կարծես խնդիրներ են առաջանում։ Նա կորցնում է թանկարժեք վայրկյաններ, սակայն ի վերջո առաջինն է հասնում վերջնագծին։ Գորի արդյունքն է 39.23 վայրկյան, իսկ Դավիթինը 43.2 վայրկյան։ Մեկնարկի մոտ են Հայկ Միլիտոնյանը իր G10-ի AMG Mercedes-ով եւ Արթուր Խաչիկյանը BMW-ով։ Թեժ պայքար ենք սպասում այս մարզիկների կողմից։ Այդպես էլ կա։ Արթուրը սկզբում առաջ է անցնում, սակայն Հայկին հաջողվում է հասնել ու առաջ անցնել նրանից։
Վերջնակետը հատելուն պես պարզ է դառնում, որ Հայկի ժամանակը մոտ 5 վայրկյանով գերազանցում է մրցակցի արդյունքը։ Նա գրանցել է 44.6 վայրկյան ցուցանիշ։ Կրքերն այնքան են թեժացել, որ մասնակիցները ուզում են վայրկյան առաջ սկսել մրցելույթը։ Մեկնակետի մոտ են Համլետ Սարգսյանը, BMW X6-ով եւ Նարեկ Բաբայանը Համմերով։ Մեկնարկ։ Անհաշտ պայքար է ծավալվել մրցողում։ Ցանկանում եմ նշել, որ Նարեկը մեր հեռուստադիտողին քաչ ծանոթ մրցարշավորդ Գուրգեն Բաբայանի որդին է։ Առաջ Նարեկ, քեզ հետ մեծ հույսեր ենք կապում։ Ահա եւ վերջնագիծը։ Ինչ արած։ Նարեկը չնչին տարբերությամբ տանուլ տվեց մրցելույթը։ Մեկնարկի մոտ են 2 միանման BMW-ներ։ Դրանցից մեկի ղեկինը Ռուբինա Հաբեշյանը, իսկ մյուսը վարում է Նորիկ Կարապետյանը։ Հույս ունեմ Նորիկը ջենթլմենություն կդրսևորի ու թույլ կտա փոքրիկ աղջնակին հաղթել։ Բայց ոչ, արի ու տես, որ նա լավ էլ պայքարում է, ինչքան որ թույլ են տալիս իր ավտոմեքենայի հնարավորությունները։ Արդյունքում հաղթող է դուրս գալիս Ռուբինա Հաբեշյանը 59.46 վայրկյան արդյունքով։ Ի վերջո ավտոմրցարշավը հենց դրանով է դիտարժան, որ մասնակցի սեռը չի կարևորում։ Մեկնարկում են Մարիա Հարությունյանը BMW մակնիշի այս հիասքանչ մեքենայով եւ Վիլեն Խաչիկյանը կվադրոցիկլով։ Նախորդ մրցավեճից պարզ դարձավ, որ այստեղ ոչ մի զիջում չի կարելի սպասել։ Նույնիսկ այն դեպքում, երբ մրցակիցներից մեկը աղջիկ է։ Մարիան հաճելիորեն զարմացնում է, երևում է բավական լավ է պատրաստվել։ Ապրես, կեցցես, նա այս մրցելույթի հաղթողն է 34.33 վայրկյան ցուցանիշով։ Տպավորիչ է։ Չեմ հիշում, թե որևէ մեկը ցույց տված լինի նման ցուցանիշ։ Համենայն դեպս հավակնում է մրցանակային տեղի։ Նրա մրցակցի արդյունքն է 1 րոպե։ Մեկնարկում են Ալեքս Գալոյանն ու Կարեն Մարդանյանը։ Կարենը իր BMW-ով առաջ է ընկնում։ Նա մինչև վերջ պահում է առաջատարի իր դիրքը եւ առաջինն էլ հատում վերջնագիծը։ Արդյունքները հետևյալն են. Կարեն Մարդանյան 41.8 վայրկյան, Ալեքս Գալոյան 53 վայրկյան։ Մեկնարկում է հաջորդ զույգը։ Համար 2 կվադրոցիկլով հանդես է գալիս Գոր Թորոսյանը, ով հենց սկզբից ցույց է տալիս համառություն եւ առաջ անցնում։ Նրա մրցակիցը Միքայել Պետրոսյանն է, նույնպես կվադրոցիկլով։ Գորը նույնիսկ դիմախաղով է ցույց տալիս հաղթելու իր վճռականությունը։ Մրցավեճի արդյունքում նա գրանցում է 35.04 վայրկյան արդյունք։ Միքայելի արդյունքն է 52.2 վայրկյան։ Ափսոս, բայց մրցանակային տեղի հավակնելու համար Գորին չբավականացրեց ընդամենը կես վայրկյան։ Առջևում վերջին մրցելույթներն են։ Մրցում են 33 եւ 35 համարներով հանդես եկող մասնակիցները, կրկին հակառակ սեռի ներկայացուցիչներ։ Մեր ջենթլմենը մրցում է Audi-ով, իսկ հիասքանչ աղջնակը BMW-ով։ Այսօր կարծես բոլոր աղջիկները որոշել են հաղթել իրենց մրցակիցներին ընթացող թեժ պայքարում։ Մեր գեղեցկուհին վերջնագծին մոտ արդեն վստահ է, որ մրցակիցը ոչ մի հնարավորություն չունի իրեն հասնելու եւ գոհունակությամբ ժպտում է։ Իսկ նրա մրցակիցը նույնիսկ պարտությունը պետք է ընդունել արժանավայել։ Բայց ինչ արած, երեխաներ են։ Ամենալավ ընկերը նա է, ով ներել գիտի, ով որ քեզ հետ կիսում է, խինուլած քո սրտին։ Հաջորդ մեկնարկը եւս հաշվարկից դուրս է, քանի որ այս ավտոմեքենան սարքավորված է ներքին այրման շարժիչով։ Փոքրիկ վարորդը երևի ցանկանում է փորձել իր մեքենայի հնարավորությունները։ Արդյունքում նա բավական արագ է կատարում մեկ պտույտը։ Մեկնակետի մոտ է վերջին զույգը։ 25 համարի մոտոցիկլով հանդես է գալիս Մարի Խաչատրյանը։ Նրա մրցակիցն է Ռոբերտ Ղազարյանը։ Չէ, այսօր աղջիկներն իսկապես որոշել են ոչ մի հնարավորություն չտալ մրցակից տղաներին։ Լավ բարի ընկերը նա է, ով օգնել գիտի,
Չէ, այսօր աղջիկներն իսկապես որոշել են ոչ մի հնարավորություն չտալ մրցակից տղաներին։ Արդյունքում Մարին կարողանում է բացահայտ առավելությամբ հատել վերջնագիծը։ Նրա արդյունքն է 47.28 վայրկյան, իսկ Ռոբերտի ցուցանիշն է 49.74 վայրկյան։ Այսքանով ավարտվեցին ապագայի ավտոմեքենաների, էլեկտրամեքենաների մանկական մրցությունը։ Սակայն միջոցառումները դեռ չեն ավարտվել։ Մեր ավտոմրցությանը անմիջապես հաջորդում է հեծանվային մրցությունը, որին մասնակցում են ավելի բարձր տարիքային խմբի երեխաներ եւ նույնիսկ պատանիներ։ Այս մրցությունն իր մեջ ներառում է ձևավոր վարում հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Դե ինչ, հեծանվորդներին թողնենք մրցեն, իսկ մենք անցնենք ավտոմրցության հաղթողներին պարգևատրելու արարողությանը։ Եվ այսպես, մեկ շարժիչով հաղթող է ճանաչվում, երրորդ տեղ Էմիլ Գասային։ Ես հələ մի շարժիչով ասենց բաներ, պատկերացնում եք երկու շարժիչով։ Բայց ինչ փոքր է, դու մեքենա ես քշում։ Հաստատ։ Օ, երրորդ տեղ։ Էս նվերը։ Վաու, ես կարծում եմ շուտով դու դրա իսկականը կունենաս, չէ։ Ջան։ Ես իմանա ես է կմասնակցի, իսկան նվեր։ Երկրորդ տեղ Հակոբյան Տիգրանին։ Տիգրան, սա մեդալը քեզ, արծաթե նվերը, մեքենա, գժոտ, մի շարժիչով եւ իհարկե Գարձիրոփի կողմից ահագին խաղալիք տակից էլ հագնելու բամբալես։ Եվ առաջի տեղ Ղազարյան Ռաֆայել։ Ռաֆայել, արի էստեղ, արի բալես։ Արի դե մի կնա, Ռաֆայել, ստեղ եմ, բալես, եթե սենց էլ ես մեքենա քշում ես, զարմանում եմ ոնց ես առաջ տեղ բռնել, արի մոտս, արի, հետ տուր, զարդի տուր, կանաս մեքենայի ձեր հանես, շան տեղ չի դնում, հետը խոսում է, և իհարկե մեր ամենափոքր մասնակիցն է, 28 տարեկան, չքան? 2 տարի 8 ամսական, 2 տարի 8 ամսական, վաղուց եք քշում, արդեն մեկ տարի է, և ամենահամակրելի մասնակիցը ճանաչվեր, Սալմանյան Կարեն։ Կարելի է հետդ մի քիչ խոսենք, ոնց ես? Լավ եմ։ Նորմալ հայկական մունատ, ինչ ավտո ես քշե? BMW? Քո համար Mercedes-ն է լավ թե BMW-ն? BMW-ն։ Ծափարենք մեր ամենահամակրելի մասնակցին, իսկ մեր փոքրիկ բալիկներին այսօրվա տոնի կապակցությամբ ինչ կասես? Բոլոկուկունել են սոմալոտ ծունունել են, բոլոտ ծունունել են։ Ծափարեք! Բոլոր ծնունդները սորմանու բոլոր ծնունդները, ով ինչ հասկացավ կարևորը շնորհավորանք է, ճիշտ է։ Երկու շարժիչով երրորդ տեղի մրցանակին է արժանացել Բաբայան Նարեկին։ Նարեկ Բաբայան, հայրիկ, ուղեկցեք Նարեկին, մեր հայրիկը չեմպիոն է, ծափարենք հայրիկին, բալիկը պապայի գործն է շարունակում, բալ ես կեզ մեքենա քշելով է սովորացրել։ Պապան, կարաս ասես կուխնյայից, որ աչ համտում, մարգատ միասնում, թե չէ։ Չէ, պապան չի միասնում։ Ոտև հիշեք հարգելի վարդու, կուխնյա մտնելուց պետք չի մարգատ միասնել։ Բրավո, ծափարենք։ Շնորհակալություն։ Ապրեք, որ սենց սերունդ եք դասիրակում, ամենակարևորը հլը դուք ես գիտեմ, որ մեզ հաղթանակներ պարգևելու եք։ Ծափարենք հայր և որդուն։ Արի պապայի մոտ նվերները պապան վեկալի ձեռիցից։ Երկրորդ տեղ երկու շարժիչ Սարգսյան Համլետ։ Բալա, եթե ամեն մրցանակից ես չեմ ու չում պետք է անես, դու դժվար, արի։ Բալա, երկրորդ տեղ ես բռնել։ Նվերները, մեդալ։ Չուզ ես բալես, ճիշտ է։ Դու ավելինի ես արժանի։ Առաջի տեղ Հարությունյան Մարիա։ Վաու, Մարիա, արի։ Եվ ես գեղեցիկ նվերները քեզ։ Գալստյան Հրանտ Գարձիրոփ թիմի մասնակիցին, Հովակիմյան Սուզի Մուզիլկա թիմին։ Նվերներ Գարձիրոփի կողմից։ Եվ իհարկե մեր մյուս վարորդների նվերներ Գարձիրոփի կողմից, բալես հենա քո նվեր ծրու։ Շնորհակալություն հայտնենք ավտոդրայվին և սապահարենք մեր ապագա վարորդներին։ Լավ եղեք, երեխեք, ապրեք, երբեք կարմիր լույսի տակով չանցնեք։ Շատ հիանալի անցավ այսօր երեկոն, կցանկանայի միշտ կազմակերպենք, երեխաներին բերենք և ուրախացնենք։ Ես ամեն անգամ նկատում եմ, իհարկե ճիշտ առաջի անգամ եմ մասնակցում, բայց ամեն անգամ հետևում եմ ու տեսնում, որ օր-օրի ավելանում է երեխաները, իրանց
նոր մեքենաներով։ Այս տարի ավելի հետաքրքիր, ավելի լուրջ, քանի որ քաղաքապետարանի թույլտվությամբ, ինչպես տեսնում եք, օպերայի տարածքում Ազատության հրապարակում այսպիսի լավ միջոցառում կազմակերպվեց։ Ընդհանուր առմամբ գոհ ենք, երեխաների մեջ սերմանում ենք ավտոսպորտը այս տարեկից, հետագայում ավտոսպորտի զարգացման համար հետաքրքիր է լինելու։ Ավարտվեց ավտոդրայվի եւս մեկ թողարկում։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես մեծ բավականություն ստացա։ Չէ՞ որ երեխաներին ուրախություն պատճառելը ինքնին մեծ բավականություն է։ Այնպես որ կարծում եմ դուք էլ հաճելի պահեր ապրեցիք։ Իսկ ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, մաղթելով բոլոր փոքրիկներին անամպ երկինք եւ պայծառ ապագա։ Հաղորդման հովանավորն է Նակոյլ ընկերությունն իր մոթուլ ապրանքանիշով։ Հաղորդման հովանավորն է AD Motors ընկերությունն իր գերմանական բարձրորակ ավտոպահեստամասերով։ AD Motors ընկերությունը հանդիսանալով Հայաստանում բարձրորակ ավտոպահեստամասերի պաշտոնական ներկայացուցիչ առաջարկում է Sachs, Lemforder, ZF Parts, ATE, Hellapagit, Berburg եւ այլ հայտնի բրենդները։ Առաջարկում ենք ինչպես տեղսպասարկման կենտրոններին, այնպես էլ անհատներին։ Ավտոպահեստամասեր գերմանական բոլոր ավտոմեքենաների համար։ Գործում է մեծածախ եւ մանրածախ վաճառք։ AD Motors